1988-ի բռնությունները ճանաչել ցեղասպանություն։ Ծիծեռնակաբերդում հավաքված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները միջազգային հանրությանը դիմում են այս պահանջով։ Նաև իրենց բողոքն են հայտնում ադրբեջանական իշխանությունների ուրացման քաղաքականության դեմ։ Հայաստանի իշխանություններին կոչ են անում ավելի ակտիվ լինել ճշմարտությունը աշխարհին ներկայացնելու հարցում։ Մեր պասիվությունը մեր դեմ է օգտագործվում։ Թե ադրբեջանցի թուրքերը, թե օսմանյան թուրքերը բարձր գոռում են, թե իրենք ինչ զոհ են այս փոքրաթիվ հայերի ձեռքին, եւ աշխարհը այսօր գնալով ավելի ու ավելի հակվում է նրանց զոհ լինելը հասկանալ կամ գոնե իրենց քաղաքական կոնյունկտուրան մողում է նրանց այդպես վերաբերվում։ Դարասկզբին եւ դարավերջին ցեղասպանությունների ձեռագիրը նույնն է՝ թուրքական։ 18 թվականին թուրքերը գրավելով Բաքուն կոտորածով ստեղծել են Ադրբեջան պետություն եւ միայն Ադրբեջան պետությունը ստեղծելուց 20 տարի հետո իրենց այբոբենն են փոխել, երկրորդն էլ որ իրենց անձնագրերը 37 թվականին համատարած փոխել են եւ անձնագրերում ազգությունը որ գրած էր թուրք փոխել է դարձել ադրբեջանցի։ Աշխարհին ավելի հասանելի կլիներ բողոքի ձայնը, եթե այս երթին ավելի մեծ թվով մարդիկ մասնակցեին։ Դրա համար падգամավոր Սպարտակ Մելիքյանը առաջարկում է 88-ի զոհերի հիշատակման բոլոր օրերը միավորել մեկում։ Ավելի ճիշտ կլինի, որպեսզի ազգային ժողովում մեկ օր ամրագրվի եւ կազմակերպված ձևով լինեն բազմահազարանոց միտինգներ, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի, որ հայությունը դա չի մոռացել։ Երևանի պետական համալսարանից դեպի ՄԱԿ-ի գրասենյակ Սումգայիթում զոհվածների հիշատակը հարգել են նաև համալսարանականները։ Ադրբեջանցիները ոճրագործությունը շարունակում են նաև այսօր, ասում են նրանք։ Փետրվարի 23-ին ադրբեջանցի դիպուկահարի արձակած գնդակից զոհվել է նաև իրենց ընկերը, առաջին կուրսի ուսանող Ալբերտ Ադիբեկյանը։ Մեր համալսարանի ուսանողները որոշեցին այս ակցիան իրականացնեն եւ գանք ՄԱԿ-ի գրասենյակ եւ որպեսզի միջազգային ատյանները իրենց արձագանքը տան ադրբեջանցի ոճրագործներին։ Երթի վերջում համալսարանականները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակին Ադրբեջանի ոճրագործությունները դատապարտելու պահանջով։